Կարծում եմ այսօր ստեղ ապրող մարդկանց մեծ մասը ոչ մի առնչություն չունի հայի կերպարի հետ։ Դրա համար հեռու պետք չի, նույն եկեք Վայոց Ձոր, բարձրացեք Նորավանք, կտեսեք Բուրդելաշեն եկեղեցին, որտեղ շիրմաքարերն են, որտեղ զետեղված են մեր վերջի իշխանների շատ լուրջ մարդկանց աճունը, եւ տեսեք հայերը, այսպես կոչված հայերը, որ մտնում են ոնց են վերաբերվում։ Ծիծաղդ կգա, հարգանքի բացարձակ, իրանք չեն հասկանում, ես չեմ մեղադրում այդ մարդկանց, իրանք կապ չունեն հայի հետ։ Տենց Եգիպտոսում մի անգամ ուխտի վրա ենք նստում, որ մի արաբ էր բանանում, ասեց, դու գիտեք ես ով եմ, ասում եմ ով եք, ասեց ես եգիպտացի եմ, այս բուրգերը կառուցել են մեր նախնիները։ Դե մենք շուրեկանք ժպտացինք, որտեվ արաբը, որ հիմա ապրում է, ոչ մի կապ չունի եգիպտական քաղաքակրթության հետ։ Ցավոք, այստեղ ապրող հայերը ոչ մի կապ չունեն, առնչություն, շատ թույլ առնչություն հիմնական մասը գոնե հայկական քաղաքակրթության հետ, որտեվ եթե Կոստան Զարյանը, Կոմիտասը, Բաց Թորոմանյանը պեղել են, ցույց են տվել մեր կերպարը, գոնե 700,000 տարի առաջ, բայց այսօր այդ մարդիկ այդքան դրանց կարիք չկա։ Կա, դուք շատ լավ գիտեք, ինչ տիպի երաժշտության կարիք, կա կարիք ռաբիզի, գոնե քաղաքային ֆոլկլոր կար ժամանակին ընկերներով երգում ենք, բայց հիմա այդ ու ես չեմ մեղադրում, այդ մարդիկ ուրիշ են, նրանք հայ չեն, մարդ են էլ, բան չունեմ ասել, կարող ավելի լավն են քան թե իմ պատկերացրած արարածյան հայը։ Չեք դատում, ես հասկանում եմ ձեզ, բայց ամեն դեպքում տխրեցնող է այս ուղղությունը, ապագան ոնց եք տեսնում։ Մեր ապագան, իսկական հայի, մեր երկրի։ Չէ, ոչինչ։ Մարդիկ ուրախանում են։ Ես չեմ ուզում տխրեք, չէ, բայց կարևորը, ամենակարևորը, մարդ քարտեզների վրա կա ասենց մի բան, չէ, ասում է you are here։ Դուք այստեղ եք, նշումը։ Եթե դուք չգիտեք դու որտեղ եք, դուք ով եք, ձեր հաջորդ քայլը չի կարող լինի ճիշտ։ Եթե ես առավոտյան արթնացել եմ ու չգիտեմ, ասենք թե իմ դդմիկը ինչով պիտի ջրեմ, ինչով պիտի բուժեմ, մեղուներիս ինչ կերակուր տամ, հավերի տակից ձուն ոնց հանեմ, ու ես կարծում եմ, որ ես ասենք թե ալամ աշխարհի ինչ որ հովակիմն եմ ու շատ բաներ հասկանում եմ, չէ, դա շատ կոնկրետ է։ Դու պիտի իմանաս ով ես, որտեղ ես գնում եւ ինչ ես անում, որտեվ երբ որ նույնիսկ մարդկային կերպարը մարդկանց, որոնք մեր մոտ ուլգյուրում աստվածածնի մատուրում պեղումներ են արել, այն մարդիկ կմախները, որ դուս էին եկել, մի գլուխ բարձր են հասնել մեր այսօրվա կերպարը, տարբեր կառուցվածք ունենք, դա ուրիշ մարդիկ են եղել։ Մենք ունենք հիշողություն իրանց մասին, ինչպես նաև ունենք հիշողություն դրախտի մասին։ Բայց այս աշխարհը դրախտը չի։ Պետք է ընդունենք, չէ՞։ Եթե մենք ընդունում ենք, որ մի բան, որը չի աշխատում, այդ մենք էլ չենք աշխատի։ Եթե դու մեքենա ես, քո մարմինդ մեքենա է։ Հիշում եք, check engine կա, ասենք վառում է լույս, որ ձեր շարժիչում խնդիր կա։ Լույսը վառվել է, դուք մի բան անեք, ասենք ձեր սիրտը լավ չի աշխատում, դիգնակ բժշկի մոտ, այլ իմաստուն մարդկանց մոտ եւ այլն։ Բայց օրինակ ես մի անգամ տենց իմաստուն մարդու հետ շփվել եմ, Մխիթար Հերացին, ինքը շատ պարզ ասում էր, հովակիմ, եթե մարդ հիվանդանում է, բերեք նստացրեք գետի ափին։ Բա հետո ասում եմ Մխիթար, հետո ասում լավ կերակուր տվեք դրան, բա հետո ասում լավ երաժշտություն տվեք, բա հետո ասում արգելեք իրան անել մի բան, որ ինքը չի սիրում։ Ասում եմ, բա հետո դե հետո եթե չբուժվեց, նոր բերեք իմ մոտ կբուժեմ։ Ես Ամիդովլատ Ամասյացին, ավելի մեր տիտանը, որ գրել է անգիտած ամպետը, հաստատ է ժողովրդի համար չգրել, որ իմաստը ապրում է, բայց որոշ մասը կարա օգտվի, ասում է գինին խմեք, որտեվ գինին ուրախացնում է սիրտը։ Ինչպես մի Ամերիկայում մի բժիշկ կար, որ տալիս էր 100 խորհուրդ, ինչպես 100 տարի ապրել, առաջինը հենց նույնն էր, ասում էր ուրախ պահեք ձեր սիրտը։ Դուք իմացեք, որ դուք դրախտում չեք։ Չասեմ որտեղ ենք մենք, բայց մենք դրախտում չենք։ Եթե դուք կարծում եք դրախտում եք,
տատս ասում էր իշու դրախտում է։ Դե, կատեն բան։ Հայ կոչեցյալը բարդ երևույթ է։ Շատ բարդ։ Բարդությունը կանոնման նրան, որ դուք ասի գինին կարծես թե 60 եւ ավելի տարեկանների համար է։ Չէ, գինին կա ասացվածք լատինական vinum laxenum, գինին ծերերի կաթն է։ Մեր գյուղում մեծահասակները, դա խորհուրդ չէ, ինչ որ ես ասում եմ, խորհուրդ չի։ Խնդրում եմ, եթե մեկը լսում ով Աքսիոմա է։ Չէ, խորհուրդ չի, դա փաստ է, որ մեր գյուղում մեծահասակները մոտ 2 լիտր օրը խմել են բնական գինիներ, առանց սուլֆիդների, ծանր աշխատել են այգում, ուրախ ապրել են, 90 քանի տարի ապրել են։ Կովիդի ժամանակ էլ լուրջ գինի խմող մարդիկ կովիդը վերապրեցին որպես մի թեթև հարփուխ։ Դա այն փաստերն է, որ ես հետ առնչվել եմ, ես էլ մեկ-մեկ ես էլ եմ խմում, գինին բերում է ուրախություն, դե չափը պետք է իմանաս, ամեն ինչում կա չափ, այս modus in rebus ասել են, չէ։ Հրաշք է։ Գրքերի մասին ասեք, դուք արդեն կարծես թե 6 մենակրության հեղինակ եք, ինչ թեմաներով են։ Օֆելիա ջան, գրքերը գիտեք, ինչքան գիրք կա։ Ես առիթ հայեղե հին տներ եմ եղել, որտեղ գրադարաններ եմ տեսել, որտեղ տարբեր բաներ են գրված, մեծ մարդկանց կողմից բան։ Ես հասկացա, որ շատ գիրքը պետք չի։ Մեզ շատ թուղթա ծախսվում, կարդացող չի լինում։ Դրա համար իմ գրքերը մոտ 6 գիրք ունեմ, մեկը դեռ չեմ հրատարակել, մեկը հրատարակել եմ փոքր տիրաժով, մեկը մի քիչ ավելի մեծ, մեկը կա 2 գիրք ունեմ, որ 1-2 տիրաժով եմ արել։ Այսինքն ես գրում եմ ունգնդրի համար։ Օրինակ վերջի գիրքը ձեզ նվիրեցի, որ 100 հատ եմ նվիրել, բայց հələ որ 40 մարդ եմ գտել որ տամ, կարող եմ 60 հատը հետո բանեմ մակուլատուրա հանձնեմ, որ գոնե օգտագործուտ լինի։ Իսկ եթե գտնվեն այդ 60 մարդիկ, ուրախանամ, որ պետք են։ Այսինքն իսկ որ տարբեր բանի մասին են։ Հիմնականում ինքնակենսագրական են։ Այսինքն դու պատմում ես քո մասին, քո փորձի, եթե ինչ-որ մեկին դա հետաքրքրում է, լավ, չի հետաքրքրում, նորմալ է։ Ես ոչ մեկին ոչ խորհուրդ եմ տալի, ոչ ուսմունք եմ գրում։ Կիսվում եմ իմ բան։ Այ հիմա հենց մի աշխատանքի վրա եմ աշխատում, որը կոչվել եմ պայմանական ճար չունեմ։ 60-ից մինչև 63 տարեկան պիտի գրեմ, նկարագրեմ այն խնդիրները, որ հիմա զբաղվում եմ, եթե 63 տարեկան տեսնեմ իմ մեթոդները, որ ես փորձում եմ լուծել առողջական խնդիրները, չգիտեմ, տնտեսական խնդիրները, աշխատեն, կհրատարակեմ մի փոքր քանակով։ Չլինի դից, այդ կտանեմ ձմեռները ցուրտ տալու, այդ գրածներս կվառեմ տականեմ։ Համ նորարար եք, համ պրպտող եք անընդհատ, ոնց որ ձեր վրա եք փորձում, ոնց հասկանում եմ էլի, ու հետո նորարար եք, հետաքրքրասեր եք կյանքի հանդեպ, մի տեսակ չեք բավարարվում ինչով որ կա։ Դե, գիտեք ինչ, սովորական բան ասեմ, ինքնաթիռը երբ որ գերմետիզացիան փչանում է, խորհուրդ են տալի, երևի թռել եք, գիտեք, ասма վերևից ընկնում են այդ դիմակները, առաջինը վրա դիր։ Ինչի, որտեղ ասում եթե դու չես շնչում, դու քեզ լավ չես վերաբերում, այն երախուտը չես կարա փրկես, թե չի մարդիկ կան, ասում են երախուն փրկենք, չէ, կա օրինաչափություններ, այսինքն այդ իմաստով ոչ թե ես պրպտող եմ, այլ ես հարգում եմ ինձ, հարկ բառն էլի միջալուց, դու գիտեք, չէ, երևի ինչա նշանակում, այ հանրային ռադիոյում եմ լսել, հարգը նշանակում է ռուսերեն ասած պրոբը զոլոտը։ Արժեքը չի։ Կա ցածր հարգի մարդ, կա բոլորին հարգում ես, մարդկանց պետք է հարգել։ Ամենաբարձրագույն պրոբան դա սերն է, էտարով, միջալուց գինիներ ունենք, սերմ բառն էլ է կարևոր, որ մի քիչ մտածեք այդ բառերի մասին, կհասկանաք, որ դուք պետք է ձեզ սիրեք, բայց ոչ թե նարցիսիստը կան սեր, հա, բայ, ինչ լավն եմ բան, չէ, քո սիրելով քեզ, դու սկսում ես պիտանի բաներ անես, ու այդ ժամանակ էլ ընդհանուր տիեզերական սերը միանում է, սկսում է քեզ խորհուրդներ տալ, ասում է հիմա ես մի արա, այն արա, էշի մեկ ասում է հիմա ինչ ես ժամանակդ վատնում սրա վրա, էս արա, դու էլ ասում ես, հա, իսկապես անում ես, տեսնում ես ինչ լավ է։ Ամեն մեկ ինչ չի տրվում այդ տիեզերական խորհուրդները։ Բոլորի համար դա բաց է։ Չէ, բայց ամեն մեկը չի հասնում գիտակցական այն մակարդակին, որ այդ ասվածը ընկալի, լսի եւ
անցկացնի իր միջով։ Ամեն մեկի բոլորին տրվում է, այո, բայց արդյոք մարդիկ են գիտակցական։ Օֆելիա ջան, բոլորը ընտրություն ունեն, ոնց որ ձեր հայտնի հերոսը Համլետը լինել թե չլինել։ Ինքը ընտրում է, սա ընդունի թե չընդունի։